Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, դուրս եմ եկել պատշգամբ, եղանակը տեսնելու և ձեզ հաղորդելու, արև, անուշ եղանակ է այսօր մեզ մոտ, իսկական գարնան եղանակ, տեսնում եք, սիրելիներս, թող ձեր լույսը միշտ բարով բացվի ու ձեր սրտերը միշտ սիրով լցվի, թող այս նոր բացվող առավոտը բոլորիս բերի սեր, առողջություն և երջանկություն։ Բարեկամներ, այսօր մարտի 9-ն է, ուզում եմ համ ներկայացնել, թե ինչ նվերներ եմ ստացել, դե ծաղիկներն արդեն գիտեք, տեսել եք, իսկ այստեղ ունեմ այսպիսի գեղեցիկ ափսե, որ պատրաստել ենք միասին կարմիր բազուկով, գյազարով, կաղամբով թթու, ստացվել է շատ համեղ, պատկերացրեք, արդեն երկրորդ տարան վերջանում է, այդքան համեղ է, խնդրում եմ պատրաստեք այս բաղադրատոմսով, գրել եք տիկին Մարինե, քաղցր չի լինում, այդ քանակությամբ շաքարավազով, ոչ, հարգելիներս, ընտիր է ստացվում, պատրաստեք, փորձեք, եթե դուք շատ թթվասեր եք, կարող է մի փոքր քաղցր լինի ձեզ համար, բայց որ շատ թթու չեք սիրում, ընտիր ստացվում է և համեղ, խնդրեմ, խրխրթան, համեղ, ընտիր, համը տեղը, ամեն ինչը տեղը, հեշտ, արագ, այսօր պատրաստեցիք, վաղը արդեն կարող եք համ տեսել, ուտել, ափսեն թթուի դրեցի մի կողմ, իսկ հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ իմ փոքրիկ նվերները, էականը նվերը չի, էականը սիրելիներս, ուշադրությունն է, այս պակետի մեջ Մարինես է ինձ գնել նվեր և կրահեցիք, այո, բաժակներ, տեսնում եք ինչ աղջիկ է, ամենօրյա սոկի բաժակներ, սիրով նվիրել է, ես էլ սիրով ընդունել եմ, ապրի իմ գեղեցկուհի Մարինեն, տեսնում եք, սիրուն գեղեցիկ կարմիր պակետի մեջ է դրել, հետն էլ մի պակետ քաղցրավենիքը տվեց երեկ կերել են, խնդրեմ, սա ծաղիկների հետ Մարինեիս նվերն է, սա էլ ընտանիքիս անդամների կողմից է, թեյ է, այստեղ գումար է, շատ բալզամ շամպուն, նաբոր, այստեղ էլ նորից կրեմ է, երեսի կրեմ է, հեսա կարդամ, գել դլյա դուշ, սա մանր է, չեմ կարող կարդալ, շամպուն է, շամպուն, սա պակետ է, և այսպիսի մասկաներ, և այսպիսի գեղեցիկ մասկաներ, էականը նվերի մեծությունը, էությունը չի, էականը, որ մարդու գնահատում են և շնորհավորում են, ի սրտե, սիրելիներս, ամենալավ նվերը ծնողին և երեխաները իրենց գնահատում են, փառք տանք Աստծուն, որ այսպիսի որդի հարս ունեմ, գոհանում եմ Աստծուց, որ միշտ բարի, միշտ կամեցող, հարգանքով, սերը դեպի ծնողը, հարգանքը դեպի ծնողը կա, այս էլ իմ փոքրիկ նվերը, ասեցի չէ, այստեղ էլ գումար է,
սիրելիներս, շատ շոյված և զգացված եմ նվերների համար և շնորհավորանքների համար։ Դե իհարկե սեղան բացեցինք, նստեցինք, խորոված արեց որդիս և Հարսիս տոնը շնորհավորեցինք, Մարինկայիս տոնը շնորհավորեցինք, տեսակ, որ ես էլ Նապոլեոն եմ թխել և ուրախացանք, տոնեցինք մեր կանանց տոնը, սիրելիներս։ Նվերները ցույց տվեցիք, աղամի թթուն ցույց տվեցի, իսկ հիմա այսօր պետք է ցանեմ լոլիկի սերմերը, իհարկե միասին ենք ցանելու, այս նվերները տեղավորեմ և ցանենք միասին։ Սիրելիներս, հիմա ուզում եմ նորից քաղցր պղպեղ տնկել, տաք ջուր նորից ավելացնում եմ, նույն ձևի, ինչ որ առաջի վիդեոյում ես ցույց եմ տալիս, թե ինչպես եմ ցանում։ Ես այսօր էլ մի ամանը ցույց կտամ, հետո առանց ձեզ կշարունակեմ։ Այս ջուրը բավական է, խառնում ենք, լավ դարձնում ենք միասին հողը, որ լրիվ ջուր լինի, ջուրը տարածվի, դառնա խմորանման զանգված, վերքի չէ, արդեն պղպեղները լավ ծլել են, հետո ես ցանել վերջացնելուց հետո ցույց կտամ, թե ինչպես լավ ծլել է արդեն, այսպես անում եք, տեսեք, ջուրը կաթում է, վերջ, պատրաստ է, հիմա ես այստեղ, սա վերջի ցուցանակն է, վերջացել է, ես փայտի վրա թղթես կոչով գրել եմ պղպեղների անունները, այս 3 տեսակն էլ քաղցր պղպեղներն են, համարյա նույն սորտին են, խառնել եմ 3 սորտն էլ իրար, հիմա կտնկեմ, նորից այսպիսի ամաններ ենք վերցրել, սա ավելի հարմար է, փոքր և լուսամուտի գոգին ավելի լավ տարադրվում է, իրեն տակով, փայտեր կա մեջը, սա բավական է, շատ լիքը չեմ լցնում, մի փոքր էլ այսպես ձեռքով ամրացնում եմ, կլցնեմ բոլոր հողը, ուղղակի սա էլ ցույց տամ ձեզ և առանց ձեզ հողերը կլցնեմ ու կշարունակեմ։ Հիմա սկսում եմ ցանել քաղցր 3 տեսակի պղպեղներ, առաջինը գերակլ, երկրորդը բայկալ, երրորդը զդարովյակ, բոլորն էլ սիբիրսկի սերիաներն են, սիբիրսկի ֆիրման է, այս մի ամանի մեջ կցանեմ այս 3 տեսակ սերմերը, խնդրեմ, նույն ձևի, հատիկ, ասեմ, որ հարգելիներս շատ լավ սերմեր են, այս պղպեղի սերմերը, ես որը որ քաղցր է, նույնանման, երկուսը նույնանման է, մեկը ուրիշ է, մի քիչ տարբեր, բայց բոլորն էլ քաղցր համարյա նույն սորտի նման, այսպես ցանում եմ, ոչ շատ խիտ, ոչ էլ շատ նոսր։ Ուրախությունով ցանենք, ովքեր էլ ինձ հետ են ցանում, ուրախ, Աստված օրհնի մեր բոլորի ցանած բերքն ու բարիքը, ուրախ ուտենք, ուրախ վայելենք, սիրելիներս, լավ տարի, առողջ տարի, խաղաղ տարի, թող պատերազմները բոլորը ամբողջ աշխարհում դադարեն, միայն խաղաղությունը տիրի, ամբողջ աշխարհում միայն խաղաղություն, հարգելիներս, լինի, ամեն ինչ էլ կլինի, աշխատասեր մարդը ամեն ինչ էլ կստեղծի, կարարի, չգիտեմ, մենք սիրում ենք հողի հետ աշխատել, բերք ու բարիք ստանալ, ձմեռն էլ վայելել։ Հիմա սա էլ լցնեմ,
Հիմա ցույց եմ տվել, չէ՞, այսպես չոր հող, որպեսզի սերմերը մի բարակ ծածկվեն, ուրիշ ոչինչ պետք չի։ Նորից դնելու ենք ցելոֆանով պատելու ենք, դնելու ենք լուսամուտը, մինչև կքրտնի, կծլի, նոր կջրենք։ Վերջ։ Բոլորը ծածկեցի, ցանում ենք էլի հողը, որ ծածկվի։ Եվ հիմա ես գրածս ցուցանակը այսպես այս անկյունի վրա կդնեմ։ Հիմա մյուս պաճկան կբացեմ, դեռ չեմ բացել, էլը քաղցր պղպեղ է, որտեղ հա հեսա միասին կցանենք։ Այս երեքն էլ մի ամանի մեջ եմ ցանելու, նորից քաղցր է, Վիկինգ, Բիրյուզա, Պադարակ, Մալդավի, քաղցր, նորից Սիբիրսկի սերիանն է։ Երեքն էլ սա տեսեք համարյան նույնն է, տարբերությունը մի քիչ կլորավուն է, սա երկարավուն, որպեսզի դե պատուհանին եմ չէ ցանում, սիրելիներս դնում եմ պատուհանին, տեղը բավարարի, դրա համար խառնում եմ իրար և տնկելու եմ իրար հետ, տարբերություն չկա, բոլորն է քաղցր են, միշտ առել ենք, օգտվել ենք, անցած տարի գերազանց եղավ, գերազանց։ Սա էլ այս տիպի են, նույնատիպի են, մինչև սա 70 գրամ մեծությունը, մինչև 100, իսկ այս մեկը, տեսեք, Վիկինգը, մինչև կես կիլոգրամ, ընտիր սերմ է։ Սա էլ միասին ցանենք, խնդրեմ, մի քիչ հարթեցնում ենք, ձեռքերս հետո չոտկով լվանում եմ խոզանակով, այսպես ցանում ենք։ Լավ տարի, Աստված ջան, բոլորիս օջախներում հաջողություն տաս, բոլորս էլ հաջողություն ունենանք, առողջ լինենք, ամենակարևորը, սա էլ այսպես։ Ցանեցինք, ուրախությունով լինի, հաջող լինի, խնդրեմ։ Սմբուկները ցանած են, բավական է, բայց մի քիչ Հայաստանի բերված սերմ ունեմ, հիմա դա էլ կցանեմ։ Վերջ, այս փայտիկները, որ լինում են մեջը, հանեք։ Ու վсё։ Հիմա սա էլ կդնեմ գրածս։ Հիմա սիրելիներս տնկելու եմ Հայաստանից բերված սմբուկի սերմերը։ Հայաստանի սերմ է, տեսնենք, այստեղ ոնց է աճում։ Քիչ եմ տնկելու Հայաստանից բերված մի աման, որովհետև գնացներից շատ տնկել եմ։ Ուղղակի փորձնական տնկեմ, տեսնեմ այս տարի կլինի, թե չի լինի։ Վերջ, սա էլ է պատրաստ։ Տնկում եմ Արարատ գնաց սերմը, ամեն տարի առնում ենք, շատ լավ ռեհանի սերմ է Արարատը, շատ, ճիշտ է, շատ քիչ է, բայց շատ հաջող է։ Ցանում ենք Արարատը գնված։ Այնքան մանր է, այնքան, որ էլ ասելու չի։ Հիմա հողը լցնեմ։ Մեջը սաղ վիտամիններ է ու փայտեր, տորֆ է էլի, անտառային են տերևները, որ
չորանում են, սև գույն է, ռեհանի սերմը չի երևում, լավ ծածկեմ, սա էլ մեր գնված ռեհանի սերմը, հիմա հարգելիներս տնքում եմ մեր քարավուզը, այդպես ասած, գնված քարավուզի սերմը, յուտա շատ լավ սերմ է, արմատներով, ես համ տերևներն եմ քարավուզի տնգում, համ որ արմատներ ունի, գլուխներ ունի, քոքով էլի մի խոսքով, այդ սերմից եմ տնգում, հիմա սա այդ քոքովն է, շատ լավն է, քոքն էլ հանում ենք, այդ գլուխները, սա չեմ կարա հատիկ տնկեմ, որովհետև շատ մանր սերմ է, այսպես կցանենք, հանում ենք և սածիլում ենք, դրա համար շուտ եմ ցանում, որ սածիլեմ, իսկ տերևներով քարավուզ է, ես բան կանեմ, կցանեմ այդ հողի մեջ, մայիս ամսին ենք ցանում, տեսնում եք ինչքան աշխատանքներ ունենք կատարելու, Աստված առողջություն տա, բոլորն էլ հերթով կարգով կանենք, միայն առողջ լինենք, հարգելիներս, անչափ գոհ եմ ձեզանից, ձեր լավ խոսքերի, բարի գրառումների համար, Աստված այնքան ուժ ու եռանդ տա ձեզ, ովքեր հող են մշակում, որ միշտ այսպես թեթև, ուրախ, շպիտով ցանեք, ես ցանում եմ դրական լիցքերով, ուրախ շպիտով, միշտ թող Աստված մեզ ուրախ պահի, շառու փորձանքից էլ հեռու, սա էլ գնված, ահա, մեր սերմը քարավուզի, հիմա ուզում եմ տնկել, սիրելիներս, Հայաստանից բերված ռեհանի սերմը, սա էլ Հայաստանից բերված ռեհանի սերմն է, այսպես կկպցնեմ, էլ փայտիկներ չունեմ, վերջացան, ահա, կկպցնեմ ես կողքի, խնդրեմ, սա էլ սա, Հայաստանի սերմն էլ եմ ցանում ռեհանը, անգամ բաժանում եմ, գիտես այնքան է լինում, որ բարեգործություն էլ եմ անում, որը որ պետք է անես, այո, պետք է լավություն էլ անես, չնայած մարդիկ կան, որ չեն գնահատում, բայց ես շատ մեծ հոգի ունեմ, բոլորին էլ կամենում եմ, բոլորին էլ ցանկանում եմ, իմ ամենավերջինը ես եթե գան ինձանից մի բան ուզեն, ես չեմ կարող չտալ, այդպիսի բնավորություն ունեմ, ոչ ոքի երբեք չեմ վատաբանի և չեմ դժգոհացնի, սա էլ մեր գնված ռեհանի սերմը, կներեք, Հայաստանից բերված, հիմա ցանելու եմ, Հայաստան այս ծաղիկները շատ հարգելիներս մոդա է, վաճառում են, այսպիսի ծաղիկներ, մի տարվա են էլի, ատնալետնի են, մնագալետնի չեն, շատ գեղեցիկ ծաղիկներ է, սա կարդամ, Ատնալետնիկ, դա ատնալետնիկ է, շատ գեղեցիկ չոր ծաղիկները բուկետների համար են դնում և բուկետներն են վաճառում, սա էլ կցանեմ, ահա, տեսնեք սրա մեջ քանի հատ է, իրար հետ եմ ցանելու նույն ամանի մեջ, սա էլ պետք է ցանեմ աճի, մի քանի հատիկ, խնդրեմ, մի քանի հատիկ է, և պիծիրովկա կանեմ ու բաժակների մեջ կդնեմ, մինչև մեծանա, որ տնկենք, շատ լավ, եղբորս տղանել է վաճառում, ցանում է, վաճառում է, մեր գյուղում բոլորը համարյա այդ գործին են, շատ լավ ծաղկում է, ես ցանում եմ գեղեցկության, իմ հողամասում գեղեցիկ
Իմ այգում թող գեղեցիկ լինեն բոլոր տեսակի, բոլորդ է գիտեք, թե ինչքան շատ եմ սիրում ծաղիկներ, իմ սիրուններ։ Ես այստեղ եմ կգրեմ, սա կկպցնեմ, որ իմանամ ինչ ծաղիկ է, 4 ծաղիկներ են, լինոյլումն է սա կարծեմ։ Անցած տարի առա ուղարկեցի եղբորս որդուն, շատ լավ եղավ, իրենց մոտ վաճառում էին։ Տեսեք, հիմա որոշում եմ այս ամանի մեջ տնկեմ, երևի տնկեմ։ Հեռու թող տնկեմ։ Մի քանի հատիկ է ընդամենը ցանեմ։ Ահա, սա էլ այսպես։ Հիմա այդ ցելոֆանով կպատեմ ու ցույց կտամ ձեզ։ Սիրելիներս, նորից ցանել եմ քաղցր պղպեղները, ռեհան, քյարավուզ, ծաղիկներ, սննդի թաղանթով փակել եմ, բերել դրել եմ լուսամուտը, որպեսզի ծլեն ու չեմ ջրելու, քրտնելու է իր այդ ջրով, կաթիլներով ջրվի։ Եվ սիրելիներս, ես տեսեք, պատագոլնիկին, լուսամուտին փռել եմ այդյալ հաստ, որովհետև մեր ատապլենին շատ հաստ է, չուգունից է, ուժեղ տաքություն է տալիս։ Իսկ վերևից էլ արդեն ասել եմ, ուլտրամանուշակագույն լույսն եմ կախել, տեսեք։ Ահա, վերևից այս լույսով, ներքևից էլ ջերմությամբ արագ ծլում են։ Խնդրեմ, ձեր խնդրանքով ցույց եմ տալիս, թե ինչպես են պղպեղները եւ սմբուկները ծլել։ Իսկ այստեղ հարգելիներս, տեսեք, մի քանի օր առաջ եմ տնկել, տեսեք ինչ լավ, տեսնում եք, ինչ լավ սածիլներ են արդեն, փարթամ լավ, աղթում եմ միշտ մնա գեղեցիկ, ուրախ, զվարթ, առողջ եւ բարի, եւ ուզում եմ մեկ քառատող կարդալ ձեզ համար, բարի ցանկացող, քո լույսը բարի, քո բարի լույսն էլ լույսն է աշխարհի, ինչքան որ բարին մարդկանց կամենաս, հազարապատիկը ինքդ կստանաս, բարին ձեզ հետ, իմ սիրելիներս, այս գեղեցիկ տեսարանով էլ ձեզ ասում եմ, մնացեք բարի, Աստված ձեզ հետ, իմ լավ հարազատ դարձած հետևորդներ ջան, այսքանով ավարտում եմ այս տեսահոլովակը, կհանդիպենք նոր տեսահոլովակում, որտեղ արդեն լոլիկներն եմ ցանում, ստեսություն, մինչ նոր տեսահոլովակ։